լսվի։ Չես գալիս այս կողմ Սարգիս արին։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք բոլորս այսօր գտնվում ենք Վերաքնիչ դատարանում, մենք գտնվում ենք կատվի գործով, այս հանրահայտ գործն է, երբ որ Ստահակը իր ընտանիքի հետ միասին երկաթե շուղերով տանջամա էր արել կատվին եւ այդ տանջամա անելուց հետո նույնիսկ ինքը նկարել ու գցել էր։ Առաջացանի դատարանը, Արարատի մարզի Առաջացանի դատարանը դատական ակտ կայացրեց եւ դատապարտեց մարզպետ Գրիգորյանի 3 տարի ազատազրկման, սակայն պայմանական պետքա կիրառվի այդ պատիժը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ մարզպետ Գրիգորյանատիպ մարդկանց նկատմամբ պետքա պատիժը ոչ թե պայմանական կիրառվի, այլ դա լինի իրական պատիժ, որ մարդը ինքը հասկանա, թե իր արարքի համար ինքը պետքա պատժվի։ Հիմա նա դուրսը գտնվելով, այտենց մի յուրահատուկ իր պատիժը չի էլ զգում, որտեվ վստահաբար նույն գործողությունները կշարունակի, մենակ Facebook չի գցի, որ մենք չտեսնենք։ Եվ հարցը նրանում է, որ Արարատի մարզի դատարանի նման դատական ակտը հիմք հանդիսացավ, որ Կոտայքի մարզում նույնը կրկնվի, չեմ հիշում այդ մարդու անունը, որը շանը կապել էր, փոքր շանը կապել էր մեքենայից եւ սկսել էր տանջելով վարել։ Ես այսօր դիմում եմ Վերաքնիչ դատարանի դատավորներին եւ նախագահող դատավորին, որպիսի մինչեւ դատական ակտ կայացնելը մենք բոլորս մի հատ խնդրանք ունենք եւ պահանջ, սա պահանջ եւ խնդրանք է, որպիսի իրանք մի հատ այդ վիդեոն նայեն թե այդ վիդեոյի մեջ այդ փոքր կատուն, որ այդ երկաթի շուղերը մտցնում են այդ կատվի մարմինի մեջ, ոնց է մամ գոռում։ Մի հատ խնդրում եմ նայեք։ Մենք հիմա մտնում ենք դատական նիստի, բայց մեկ վերավարկյան մտնելուց առաջ մեր բոլորիս պահանջը այն է, որ ցանկացած դատավոր, որ այսօր պետքա դատական ակտ այսօր կայացնի, թե հետո այս գործով, մի հատ այդ վիդեոն կարողանա նայել։ Մեծ մասս չենք կարողացել մինչև վերջ նայել, որտեղ սա առանձնակի դաժանություն է։ Եվ հարգելի դատավորներ, անկախ բոլոր տեսակի ձեր դիրքորոշումներից պետքա մի բան հասկանաք, որ այս մարդը վտանգ է ներկայացնում ոչ մենակ կենդանիների համար, այլ նաև մարդկության համար, փոքր երեխաների համար, այսինքն սա ինչ-որ շեղումներ ունեցող մարդ է։ Ես այս հիմա քանի որ մենք դատական նիստի ուշանում ենք, մտնենք, հետո հասկանանք ինչ է կատարվում ու նորից մենք կխոսենք դրա մասին։